խոսում էին թե Գևորգ եղբայրը, թե Մուրադ եղբայրը հետարքիր խոսում էին հավատքի ընթացքի վրայով եւ այն պտուղները, որը հավատքը առաջացնում է մեր կյանքի մեջ։ Շորժ ջան, սա իհարկե մարդու համար որպես փարոս, որպես նպատակ մեր աստվածապաշտության մեջ մենք ուզում ենք, որ հասնենք այդ որակներին։ Եվ Աստծո նպատակն էլ, որ մարդը ստեղծեց, նպատակը նա էր, որ իր որդու համար ստեղծի եկեղեցին։ Իսկ եկեղեցին նա է, որի մեջ կա Քրիստոս կյանքը։ Եթե Քրիստոս կյանքը չի հայտնվել մեր մեջ, եւ եղբայրը խոսում է, եթե մենք այդ կյանքի հետ հաղորդ չենք, որպեսզի այդ կյանքի որակը բարձրանա մեր մեջ, մենք եկեղեցի չենք։ Եկեղեցին նա է, որի մեջ կա Քրիստոս կյանքը, որովհետև Աստված այս նպատակի համար է ստեղծել։ Եվ Եդեմի պարտեզում էլ Աստված դրել էր կենաց ծառը, բարին ու չարը գիտենալու ծառը, եւ առաջարկում էր, չէ, որ կենաց ծառից ուտի մարդը։ Հա, երկինքն ու երկիրը վկա կբռնեմ ձեզի, որ կյանքը եւ մահը, օրհնությունը եւ անեծքը ձեր առջև դրի։ Հիմա Տերը առաջարկում է կյանքը ընտրի դու, որպեսի ապրես։ Այսօր քրիստոնեության մեջ, որ նայում ենք ամբողջ աշխարհով, շատ զգալի մասը, մեծամասնությունը մարդիկ ինչ են ուզում Տիրոջից։ Ուզում են, որպեսի Աստված իրանց այս կյանքի մեջ օրհնի, տա հաջողություն, առողջություն, երկար տարիների կյանք, հնարավորություն, որ աշխարհը վայելեն։ Որտեղ մարդը դրան հավատում է, այդ է իր հավատքը։ Աստված ուղղակի պետք է, որ իրան օգնի, որ հասնի մարդը այդ հավատքին։ Եվ հիմա եղբայրներ քույրեր, եթե այս հիմքի վրա է մեր ընթացքը աստվածապաշտության, մենք ոչ մի պտուղ չենք կարող բերել։ Դրա համար մեզ պետք է կարևոր հենց առանցքային հարցի վրա կենտրոնանալ, որի հետևանքով առաջանում է բոլոր այդ որակները, գործերը, պտուղները մեր կյանքի մեջ։ Եթե ոչ, դա հնարավոր չի առաջանա։ Հիմա պատկերացրեք, մարդը հավատում է, որ եթե այս կյանքում ինքը աշխարհը կարողանա բոլոր ցանկություններով վայելի իր տեսանկյունից, ինչ է ինքը պատկերացնում, դա իրան կյանք է տալու։ Մի հատ հարց տամ։ Դուք կամ լսած կարող լինեք, որ եղել է, որ քեզ վերջնից դժգոհելու արդեն տրտնջալու պահերին այսպեսի արտահայտություն ես ամբողջ կյանքս անցավ ու կյանք չտեսա։ Եղել է այդպես արտահայտություն, կյանք չտեսա մի հատ, ամբողջ կյանքս անցավ։ Հիմա դու ինչ ես ուզում տենաս, որը քո համար կյանք է, ու դու չտեսար։ Հիմա 100 տարի ապրես, 200 տարի ապրես, այն ինչ որ դու ուզում էիր տենայիր ապրելով, որի մեջ կյանք ես ման գալի, միևնույնն է դու ամբողջ կյանքդ ապրեսել մի քանի անգամ երկրի վրա, էլի չես տենալու, որտեղ որ կյանք չկա այդ բանի մեջ, ինչ պետք է տենաս։ Հիմա պատկերացրա, խավարի մեջ լույս ես ման գալի, ինչքան էլ մանգած չես գտնելու։ Հիմա խավար է, ինչքան մանգած լույս կգտնես։ Եվ դրա համար մեր առանցքային խնդիրը սա է, մեր հավատքի լուծման, հարցերի լուծման, որ մենք շնորհքով փրկված ենք հավատքի ճանապարհով։ Աստված հավատքը դրել է որպես առանցք, որի շուրջ կառուցվում է մեր աստվածապաշտությունը։ Եթե ոչ, ուրիշ ճանապարհ չկա։ Եփեսացիս 2:8-ում ասում է. «Վասնզի շնորհքով փրկված եք դուք հավատքի միջոցով, եւ այս ոչ թե ձեզ մե է, հապա Աստծո պարգևն է, ոչ թե գործել են, որ մեկը չպարծենա»։ Շնորհքով եք դուք փրկված։ Հիմա այս ինչքան լավ է, չէ՞, հնչում, որ շնորհքով մենք փրկված ենք։ Ինչ է տեղի ունենում մարդու մոտ, ինչ ծայրահեղության է հայտնվում, ինչ ծայրահեղության մեջ է հայտնվում մարդը, որը այսօր քարոզվում է
աշխարհում շատ տեղեր։ Հիմա մարդիկ ինչ են քարոզում, ասում են Աստված մեզի փրկել է շնորհքով եւ էդի որպես պարգև, որպես նվեր տվել է մեզ։ Հիմա եթե Աստված մեզի նվեր է տվել փրկությունը, մենք ինչ էլ որ անենք, փրկված ենք։ Լավ է, չէ՞։ Լավ չի տենց։ Կեր խմի քեֆարա, ապրի քո համար, քո ցանկություններով, մեկա փրկված ես։ Հիմա ասում եմ, եթե դու մեկի ծնունդի գնացիր նվեր տվիր, կարող է հետո որ խնդիրը ալնում, այդպես նվերը հետ ես ու տվել ես, էլի։ Հիմա եթե Աստված մեզի փրկությունը նվեր է տվել, ուրեմն այդ պարգևը մերն է, մենք ինչ էլ անենք փրկված ենք, բայց Աստվածաշունչը չի ասում, որ շնորհքն է պարգև, ասում է հավատքն է մեզի պարգև տվե, որի միջոցով շնորհքի կատարած բոլոր այդ գործը հասանելի է դառնում մեզ, այս պարգևի միջոցով ենք մենք ձեռք բերում շնորհքի առատությունը։ Հիմա Աստծո շնորհքի մեջ տրված է այն ամեն ինչ, որ մեզի պետք է կյանքի աստվածապաշտության համար։ Ինչ է քեզ պետք։ Մեղքի ազատագրություն, հին մարդու ազատագրություն, սատանայի իշխանությունից ազատագրություն, մեղքերի թողություն, բժշկություն հոգու աշխարհում, թե մարմնի, կենթանություն մեռելներից եւ աստվածային բնությանը հաղորդ լինել, սա դրված է Տիրոջ շնորհքի մեջ, այդ 6 կետերի մեջ, Քրիստոս զոհի մեջ, Աստծո խոսքի մեջ, Քրիստոսի այրան մեջ, վերքերի մեջ, հարության մեջ եւ Սուրբ Հոգու մեջ։ Այս 6 կետերի մեջ այդ առատությունը շնորհքի դրված է։ Եվ Պողոս առաքյալի կյանքում ինչքան որ Աստծո շնորհքը սկսում էր բացվել, նրա խորությունները սկսում էր բացվել, Պողոս առաքյալը սկսում էր Աստծո շնորհքը ներկայացնել իր ճանաչածի չափով եւ խոսում է նրա շնորհքի գերազանցությունը, նրա շնորհքի փառավորությունը, շնորհքի ճոխությունը, նրա շնորհքի մեծությունը, Պողոսին սա բացվում էր, եւ Պողոսը խոսում էր գերազանցության, մեծության, նրա ճոխության, փառավորության մասին։ Եվ ճիշտ նման Աստծո շնորհքը կոկոն վարդի։ Դուք վարդ տեսել եք, չէ՞, փակված կոկոն վիճակում։ Որ նայում ես արտաքինից ինչ ես տենում։ Կանաչ, չէ՞, կոկոն վարդ ես տենում։ Կանաչ է ինքը, լրիվ ցողունով։ Բայց հիմա այդ կոկոն վարդի մեջ կա շատ հետաքրքիր գեղեցկություն, կա նրա մեծության չափը, նրա ճոխությունը, փառավորությունը, բայց դու դա չես տենում։ Հիմա երբ որ գաղափարով մենք խոսանք շնորհքի մասին, շնորհքի գաղափարը դու կունենաս, բայց իրական շնորհքի այդ որակները, որը մեր կյանքում գործ է կատարում, դու դա չես կարող քո գործնական կյանքի մեջ ճաշակես, դա կատարվում է հայտնության ճանապարհով։ Եվ մի փոքր պետք է խոսանք այդ ճանապարհի մասին։ Հայտնությունն է տեղի ունենում։ Եթե ոչ դու դա չես ճանաչում, դու ուղղակի գաղափարով գիտես եւ դա օգտագործում ես շարության ծածկոց։ Ինչ անում ես, ասում ես շնորհքի տակ եմ։ Եվ այնպեսի բաներ ենք անում, որը լրիվ անհավատ աշխարհում մարդիկ կան, բարոյապես մի քիչ դաստիարակված այդ բաները չեն անում։ Եվ շատ հավատացյալներ դա անում են եւ ասում են շնորհքի տակ ենք։ Այսօր մենք տեսնում ենք այդ քրիստոնեությունը, որը աղավաղված է։ Եվ այնպեսի ապականված բաները օրինականացվե այսօր քրիստոնեության մեջ, որ մարդը այդ բոլոր մեղքերը արդեն օրինականացնելով ասում որ Աստված դրան չի նայում։ Օրինականացվել է։ Եվ կարոզվում է, որ դրա վրա Աստված չի նայում, դա խնդրեմ չի։ Կարևորը սիրտը Աստծո հետ լինի։ Ժորժ ջան, երբ որ Պողոս առաքյալին սա բացվում էր, Պողոսը գործնական էր արդեն տեսնում եւ դա գրում էր դրա խորության մասին շնորհքի։ Հիմա մեր կյանքի մեջ, երբ որ շնորհքը հայտնվում է, այդ շնորհքը գործ է կատարում։ Եթե շնորհքը գործ չի կատարում, օրինակ, այդպեսի համար ունեն գրված
թուղթ Տիտոսի երկրորդ գլուխ 11-12 համարները։ Քանզի Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդոց երևցավ, որ մեզ կխրատե, որ ամբարշտությունը ու աշխարհային ցանկությունները ուրանանք եւ զգաստությունով, հարությունով եւ բարեպաշտությունով ապրենք այս աշխարհի մեջ։ Լսեք շնորհքի գործը։ Հիմա երբ որ հայտնվում է շնորհքը, ինչ գործ է կատարում։ Ամբարշտությունը խրատում է, որ ամբարշտությունը եւ աշխարհային ցանկությունները ուրանալ։ Այսի շնորհքի գործն է։ Բայց մենք էսի հասկանում ենք այն ժամանակ, երբ որ մենք այդ շնորհքի կարիքն ենք զգում մեր կյանքի մեջ։ Հիմա օրինակ առողջ մարդը բժշկի կարիք ունի, ժողովուրդ ջան, ոնց եք մտածում։ Օրինակ եղել է, որ նայես ամառ տարիները անցավ, ահագին մեծ մարդ եմ դառել, մի անգամ վիրահատություն չեմ ունեցել։ Այդպես բժշկի ասես բժիշկ ջան, իմ սաղ հասակակիցներս ամեն մեկը մի հատ վիրահատություն ունեցել է, մի հատ էլ ինձի վիրահատություն արա։ Այդպես չեղել է այդպես բան։ Եվ առողջ ես դու կարիք չունես բժշկի։ Հիմա մարդը քանի իր հիվանդությունը չի տեսել, մարդը կարիք չունի այն փրկարար շնորհքի, որի միջոցով մենք ազատագրվեցինք մեղքից, հին մարդուց եւ սատանայից։ Դա պետք է բացվի մարդուն։ Եվ որ դեպքում է Աստծո եւ որ դեպքում է մարդը ճանաչում իր հիվանդությունը։ Դա Աստվածաշունչն է մեզ սովորացնում։ Բացում է Աստվածաշունչը։ Օրինակ տեսեք, ինչ գործ է կատարում Աստծո խոսքը մարդու կյանքի մեջ, առաջի գործը։ Սերմնացանի առակի մեջ որ կարդում ենք Մատթեոս ավետարան 13-րդ գլխում։ Մի կարևոր գործ պիտի կատարվի։ Մատթեոս ավետարան 13-ի 19 եւ 23 համարները պիտի կարդամ։ Այն ամենը, որ թագավորության խոսքը կլսե ու միտք չի առնում, չարը կգա ու անոր սրտի մեջ ցանվածը կհափշտակե, ասիկա այն է, որ ճամփուկով ցանվեցավ։ Եվ 23 համարն ասում է. իսկ աղեք հողի մեջ ցանվածը այն է, որ երբ կլսե խոսքը միտք կառնե եւ պտուղ կտա, որը 100, որը 60 ու որը 30։ Ուրեմն առաջի հողը, որը ճանապարհի եզրին էր ցանված, ներկայացման նրանով, որ լսեց եւ միտք չառավ։ Իսկ աղեք հողը նա է, որը լսեց ու միտք առավ։ Այսինքն միտք առնելու դեպքում է, որ այդ հողը դառնում է աղեք հող։ Միտք եթե առար, աղեք հող, իսկ ինչ միտք պիտի առնենք մենք։ Որն է այդ միտքը, որ մենք պիտի առնենք։ Օրինակ, եթե մի պարտեզում Եվան ինչի համար գնաց եւ կերավ այդ ծառի պտուղը։ Դա հետևանքն էր։ Այդ պտուղը ուտելը դա հետևանքն էր։ Որտեւ Եվան Եդեմի պարտեզում սատանայի խոսքից միտք առավ։ Ինչ միտք առավ։ Ասես, եթե դու ուտես այս ծառի պտուղի, դու չես մեռնի, այլ աստվածների պես կլինես, այսինքն քո փառքը, հեղինակությունը, անունը, այդ փառավորությունը, դա երջանկությունը եւ կյանքը։ Այ եթե դու լինես աստվածների պես, դու կյանք կունենաս։ Հիմա Եվան, որ հավատաց սատանայի ասած խոսքին, դրանից հետո չէ՞ կերավ այդ պտուղը։ Հիմա մարդը, երբ որ Աստծո խոսքը լսում է, Աստվածաշունչը մեզ ինչ է ասում, ինչ վկայություն է տալի, որը բոլոր դարերի մեջ այդ վկայությունը տվել։ Հին ուխտի սուրբերին էր այդ վկայությունը տվել։ Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր լուրջ աստվածապաշտ են դարձել, իրանց կյանքում կատարվել է այս հայտնությունը։ Առաջի թուղթ Հովանու 5-րդ գլուխ 10-11 համարներում Հովանես առաքյալը այսպես է գրում. Ան որ Աստծո որդուն կհավատա, վկայությունը իր մեջ ունի, ան որ Աստծո չի հավատար, ստա խոսքը նզանիկա, վասնզի
չի հավատա այն վկայությանը, որ Աստված իր որդու համար վկայեց։ Եվ վկայությունը սա է, որ Աստված մեզի հավիտենական կյանք տվեց ու այս կյանքը անոր որդու մեջ է։ Տեսնում եք, Աստծո խոսքը մեզի մի բան է ասում, Աստված մեզի հավիտենական կյանք է տալիս, եւ այդ կյանքը գտնվում է Հիսուս Քրիստոսի մեջ, ոչ թե միջոցով, այլ մեջ։ Օրինակ մարդիկ շատ անգամ ասում են, մենք հավիտենական կյանք ունենք Հիսուս Քրիստոսի միջոցով։ Սա նշանակում է ինչ, որ Տեր Հիսուսը եկավ, ճանապարհ պատրաստեց, որ մենք հավիտյան ապրելու հնարավորություն ունենանք։ Ժորժ ջան, մենք sense թե այնց հավիտյան պետք է ապրենք։ Բայց կրակի լճի մեջ։ Այսինքն հավիտյան ապրելու մեջ կյանք չկա։ Աստված մեզի չի եկել խոստացե, որ եթե դու այս բաները անես, քեզ հնարավորություն կտամ հավիտյան ապրելու։ Հավիտյան ապրելը դի կյանք չունի իր մեջ։ Կյանքը գտնվում է Հիսուս Քրիստոսի մեջ եւ ասում է Աստված մեզի հավիտենական կյանք տվեց եւ այդ կյանքը իր որդու մեջ է գտնվում։ Այ մենք այդ միտքը պիտի առնենք, որ Հիսուսի մեջ է կյանքը, որ էլ այստեղ չտրճնջանք, ասենք, «Սաղ կյանքներս ապրանք ու կյանք չտեսանք»։ Ինչ է ուզում տենայ, դու ոչում անել չէիր տենա, կյանքը Հիսուսն է։ Քո բոլոր երազածներին, որ հասնես, միևնույն է, նորից դատարկ ես մնալու, որովհետև կյանքը Հիսուսն է։ Երբ որ մարդը այս միտքը առնում է, դրանից հետո է, որ Աստծո խոսքին հնազանդվում է։ Հիմա Ժորժ ջան, որպես ժամանակի սուղության համար, ես որպես չափանիշ եմ ուզում նայենք, ոնց կարանք մենք մեր անձերը ստուգենք, ինչպես Պողոս Առաքյալն էլ ասում է, փորձեցեք ձեր անձերը, արդյոք հավատքի մեջ եք։ Հիմա մենք ոնց կարանք մեր անձերը քննենք, մենք արդյոք հավատքի մեջ ենք, թե չէ։ Օրինակ, Եվան, որ կերավ է ծառի պտուղը, իր մեջ սկսեց պատերազմ առաջանալ։ Մեր բոլորի մեջ ծնված օրվանից այդ պատերազմը եղել է։ Մենք ինչ ենք պատերազում։ Պատերազում ենք, որպեսզի հասնենք մեր բոլոր ցանկություններին։ Հիմա դա կլինի խաբելու ճանապարհով, կլինի թալանելու ճանապարհով, կլինի սպանելու ճանապարհով, չգիտեմ ինչ ճանապարհ, որ կօգնի դու հասնես քո ցանկություններին, քո փառքին եւ հեղինակությանը, մարդը այդ բոլոր ճանապարհները փորձում է օգտագործի, պատերազմ առաջանում, պայքար։ Հիմա եթե մեր մեջ կատարվել է հավատքի փոփոխություն, մենք հակառակ ենք գնում արդեն այդ Ադամի հավատքին, ոչ թե պայքարում ենք անուն ունենալու համար, այլ պայքարում ենք, որպեսզի մենք ցածրանանք եւ մեր մեջ Քրիստոսը բարձրանա։ Օրինակ Հովհաննես Մկրտիչի նման մարդ երկրագնդի վրա կանանցից ծնվածների մեջ ոչ եղել է, ոչ էլ կլինի։ Ամենամեծ մարդն էր Հովհաննես Մկրտիչը կանանցից ծնվածների մեջ նզգրված է Աստվածաշնչում։ Եվ ասում է Հովհաննես Մկրտիչը երկրագնդի վրա կանանցից ծնվածների մեջ ամենաբարձր մարդն էր, բայց ինչ է ասում Հովհաննեսը, ասում է ես պիտի ցածրանամ եւ նա պիտի բարձրանա։ Հիմա ինչ պայքար է քո կյանքում գնում, սա չափանիշն է, դու հավատքը ընդունել ես, թե մերժել ես, թե հավատքի անունի տակ հիմա էլ քո փառքն ես էլի գողանում, ուզում առաջ տանես, քո ցանկություններն ես ուզում կատարես, Աստծուն էլ օգտագործում ես որպես հովանավոր, որտեղ էսի եմ ուզում, դու էլ ասել ես կտամ, դե դուր։ Մարդիկ կան այդ ձև են, ես լսել եմ իմ ականջներով, ոնց են քարոզում։ Սուրբ Հոգի մտի ես մարդու մեջ, ասել ես, խնդրեք պետք է տամ, մենք խնդրում ենք, հիմա մտի։ Տեր, դու ասել ես, որ այս բանը քեզի պետք է տամ։ Այն օրը մեկը մի հատ ինձ քարոզել ուղարկի, ասում է լնա ինչ է կատարում։ Հիմա նայում եմ, ասում է ես եկա մտա parking ավտոյով, հովիվներ, քարոզիչ էր, հովիվ էր, չիմացա, քարոզում է այցև։ Ասում է մտա եւ Սուրբ Հոգին ինձ ասեց, նայի դու ավտո ունես, ինչքան մարդ կա, որ ավտո չունի, Հայաստանում էր դա կատարվում։
ասում է դեպ գնա իմ ժողովրդին ասա, որ ձեր ավտոները գալիս են։ Ձեր ֆինանսները գալիս են, օրհնությունները գալիս են։ Միայն հավատացեք ու դավանեք ու բեմի վրա գժական բաներ են անում, խայտարակ վիճակներով, վազում այսյան բանում, գալիս ասում է քո ավտոն, հասնում է տեղ, ամենալավն ա լինելու քո ավտոն։ Այսինքն որ մեկին այնտեղ մի 20 հոգի ավտո չունեն ու 20-ի ավտոն ամենալավն ա լինելու։ Բա որն է երկրորդը լինելու։ 29-ն էլ ամենալավն ա լինելու։ Ես տարօրինակ բաներ, որ Աստված մեզի մենակ այս կյանքի համար է մարդկանց հավատքը։ Չէ, ես եմ ուզում, քո ֆինանսները գալիս են, փողերը հիմա գալիս են, շատանում են։ Սա է մարդը ուզում, եղբայրներ, քույրեր։ Եվ սա մեզի կյանք չի տալիս, սրա մեջ մարդը բավարարվածություն չունի։ Եվ երբ որ մեր պայքարը արդեն ոչ թե սա ունենալու համար, այլ մեր պայքարը գնում է մի նպատակով, որպեսզի Քրիստոս կյանքը բարձրանա ու մենք ցածրանանք, թեև մեր բոլոր ցանկությունները այս երկրի վրա չի կատարվի, բայց մի բան գիտենք, որ Քրիստոս կյանքի հետ հաղորդնելով մենք թեև մեռնենք, պիտի ապրենք։ Թեև մեր բոլոր խնդիրները չլուծվեն էլ, միևնույն է մենք կյանք ունենք հավիտենական, որը Հիսուս Քրիստոսի մեջ է։ Տեր օրհնի եղբայրներ, քույրեր, մենք այս հավատքով պիտի գանք Տիրոջ առաջ, մենք այս վկայությունը պիտի ընդունենք մեր սրտի մեջ։ Եվ դրանից հետո Աստծո խոսքի հնազանդությունը առաջանում։ Եվ այդ խոսքը, որ բացում է մեր վիճակը, դրա ինչքան բացվում է մեր վիճակը, այդքան բացվում է Տիրոջ շնորհքը։ Որտեղ ավելի եղավ մեղքը, այնտեղ ավելի եղավ շնորհքը։ Ինչքան դու ճանաչում ես մեղքը, այդքան ճանաչվում է Տիրոջ շնորհքը, սկսում է բացվել մեզ։